2026 թվականի փետրվարը մեր կյանք կմտնի այնպիսի ներկայությամբ, որ դժվար կլինի չնկատել այն, կարծես օդը խտացել է։ Փետրվարի 17-ի արևային խավարումը բերում է էներգիաներ, որոնք կարող են վերաձևավորել իշխանության ընկալումը, ազդեցության կիրառումը և հարստության վերաիմաստավորումը, ոչ միայն մարդու դրամապանակում, այլև մարդու աջակցության զգացողության մեջ։ Սրանք ֆոնին աննկատ տեղի ունեցող լուռ փոփոխություններ չեն, այլ հստակ և տեսանելի տեղաշարժեր, որոնք իրենց մասին են հայտարարում իրական, շոշափելի արդյունքներով։ Այս ամիս երկինքը ցուցադրում է հազվագյուտ տեսարան, խավարում, որի ժամանակ լուսինը ամբողջությամբ չի ծածկում արևը, այլ թողնում է լուսավոր եզր, ճառագայթման շրջան։ Նույնիսկ պատկերն ինքնին խորհրդանշական է թվում, գրեթե ինչպես ֆիլմի համար հատուկ բեմադրված տեսարան, բայց աստղագուշակությունը դրանում կարդում է շատ ավելին, քան պարզապես գեղեցիկ տեսարան։ Այն նշում է շեմ, շրջադարձային կետ արդեն եղածի և դրսևորվելու պատրաստի միջև։ Արժեքի հարցերը սկսում են ի հայտ գալ անսովոր, գրեթե համառ ուժով։ Փողը, տաղանդները և ներքին ռեսուրսները հայտնվում են ուշադրության կենտրոնում, պահանջելով ազնիվ գնահատական, առանց ինքնախաբեության կամ չափազանց հպարտության։ Շատերն իրենց կհայտնեն այն մտքին, թե ինչն է իրականում կարևոր և ինչն է չափազանց երկար ժամանակ տեղ զբաղեցնում իրենց կյանքում, իրենց մտքերում, իրենց տներում։ Խավարումը չի շտապեցնում այս պատկերացումները, այլ թույլ է տալիս, որ դրանք սահուն և մտածված կերպով զարգանան, քայլ առ քայլ։ Այս շրջանի փոփոխությունները գալիս են մեղմ, բայց համառորեն, ինչպես ջուրը, որը միշտ գտնում է իր ճանապարհը։ Որոշումները ավելի ծանր են թվում, հանդիպումները կրում են թաքնված ուղերձներ, և շատերը զգում են հանգիստ զգացողություն, որ ցրված կտորները վերջապես միանում են։ Նախկինում շփոթվածը սկսում է հստակ ուրվագծեր ստենալ, կարծես կյանքը կենտրոնանում է։ 2026 թվականի փետրվարը կոչ է անում ավելի խոր է հասկանալ առաջնահերթությունները և անձնական ուժը, այն ուժը, որը մարդու մեջքը ուղիղ է պահում։ Այն հրավիրում է առանց վախի բաց թողնել և առանց տատանվելու նկատել հնարավորությունները, մինչդեռ դրանք տաք և կենսունակ են։ Փոխակերպումը կարող է աստիճանական լինել, բայց դրա ուղղությունը անվիճելի է, այն բոլորին տանում է դեպի մի իրականություն, որն ավելի իսկական և ճշմարիտ է թվում։ Արևային խավարման ուղերձ բոլորի համար։ Նույնիսկ եթե ձեր նշանը 4 ընդգծվածներից մեկը չէ, այս խավարումը կրում է համընդհանուր ուղերձ, որը վերաբերում է բոլորին։ Այն կոչ է անում մեզ պարզության, իսկապես ճանաչելու մեր սեփական արժեքը և հավաքելու քաջություն փակելու այն գլուխները, որոնք այլևս մեզ չեն ծառայում։ Առատությունը սկսվում է մեկ ներքին որոշումից, ընտրելով հավատալ, որ դուք արժանի եք ավելինի։ Ոչ միայն նյութապես, այլև հուզականորեն, հոգևորապես և էներգետիկորեն, ձեր ամբողջ լիությամբ։ Երբ այս որոշումը կայացվում է, աշխարհն արձագանքում է, և հնարավորությունները սկսում են համընկնել, արտացոլելով ձեր մեջ կրած արժեքն ու մտադրությունները։ Ցուլ, երբ դիմացկունությունը ծաղկում է առատության մեջ։ Ցուլի համար 2026 թվականի փետրվարի արևի խավարումը հաստատում է այն, ինչը վաղուց լուռ բնակվել է նրանց սրտերում, ինչպես հին, վստահելի կողմնացույց։ Այն լուսավորում է ցուլի խորը իմաստությունը նյութական աշխարհի մասին, բնածին արժեքի զգացում, համբերություն և ճիշտ պահի սպասելու ունակություն։ Այժմ այս հատկանիշները միավորվում են հզով, բացառիկ բերի էներգիայի մեջ, կարծես երկիրը վերջապես տաքացել է։ Հնարավորությունները գալիս են ոչ թե որպես հանկարծակի հրաշքներ կամ կայծակի հարվածներ, այլ առանց թատերական աղմուկի։ Դրանք դրսևորվում են որպես նախկինում կայացված որոշումների բնական և տրամաբանական պտուղներ, երբ ոչ ոք չէր ծափահարում։ Ծրագրերը, որոնք լուռ զարգանում էին ֆոնին, վերջապես լույս են սփռում, ցույց տալով շոշափելի արդյունքներ։ Ժամանակի ընթացքում ցուլի ներդրած ջանքերը, նվիրվածությունը և հետևողականությունը այժմ սկսում են շոշափելիորեն արդարանալ, իրերի և թվերի տեսքով։ Ցուլի դիմացկունությունը և հանգիստ վստահությունը ստեղծում են մագնիսական ազդեցություն, կարծես մոտակայքում ավելի տաք միջավայր լիներ։
Մարդիկ եւ ռեսուրսները բնականաբար ձգվում են դեպի նրան։ Փողը չի գալիս բախտից, այլ որովհետև հուսալիությունը ծնում է վստահություն, իսկ վստահությունը առատություն։ Նրանց ձեռնարկած յուրաքանչյուր ձեռնարկում կրում է կայունության զգացում, հիմք դնելով, որը կպահպանի հաջողությունը տարիներ շարունակ։ Այս խավարումը հիշեցնում է ցուլին, որ առատության իրենց ճանապարհը չի նշանակում վազող հնարավորությունների հետևից ընկնել։ Իսկական բարեկեցությունը գալիս է համբերությունից, համառությունից եւ արդեն կատարված ուշադիր աշխատանքի նկատմամբ հարգանքից։ Այն, ինչ հիմա տեղի է ունենում, պարզապես պարգև չէ, դա ներքին դիմադրողականության վերափոխումն է երկարաժամկետ, շոշափելի հաջողության։ Առյուծ։ Երբ խարիզման բացում է հաջողության դռները։ Առյուծները մտնում են հզոր փուլ 2026 թվականի փետրվարին, երբ նրանց պարզապես ներկայությունը դառնում է մագնիսական, ինչպես հատուկ արժույթ, որը չի կարող կեղծվել։ Արևի խավարումը լուսավորում է առաջ շարժվելու ուղին, տալով ուղղության և նպատակի հստակ զգացողություն։ Ստեղծագործականությունը, քաջությունը և բնական առաջնորդությունը հիմա միաձուլվում են, և աշխարհը պատրաստ է արձագանքել։ Սա այն պահն է, երբ տաղանդը նկատվում է առանց ջանքերի, կարծես այն տեսանելի լինի հեռվից։ Հեղինակությունը, ազդեցությունը և ուրիշներին ոգեշնչելու ունակությունը փայլում են առանց ջանքերի, հաստատուն լույսով։ Հաջողությունն այլևս չի պահանջում անընդհատ ինքնահաստատում, այն հոսում է բնականորեն, քանի որ աշխարհը սկսում է ճանաչել ձեր իրական արժեքը։ Աճի և առատության հնարավորությունները պատահական չեն առաջանում, այլ ձեր ճառագայթած էներգիայի արտացոլումն են։ Սրտից ծնված գաղափարները հսկայական ներուժ ունեն, դրանք կարող են վերածվել նախագծերի, գործընկերությունների կամ ջանքերի, որոնք երկարատև պարգևներ են բերում։ Ճանաչումը, հարգանքը և շոշափելի արդյունքները գալիս են ձեր մարմնավորած վստահության և իսկության հետ։ Առյուծի համար 2026 թվականի փետրվարը այն ամիսն է, երբ խարիզման ոչ միայն հմայքն է, այլև կամուրջ դեպի շոշափելի հաջողություն։ Յուրաքանչյուր համարձակ քայլ, յուրաքանչյուր ոգեշնչված գաղափար և ինքնարտահայտման յուրաքանչյուր գործողություն բացում է դռներ, որոնք նախկինում անհասանելի էին։ Սա ձեր ժամանակն է փայլելու, և աշխարհը պատրաստ է տոնելու։ Կարիճ։ Ուժը բացահայտող կերպարանափոխություն։ Կարիճների համար 2026 թվականի փետրվարի արևի խավարումը նշանակում է խորը, գրեթե ստորգետնյա կերպարանափոխություն ներսից, առանց ավելորդ խոսքերի։ Սրանք միայն ներքին փոփոխություններ չեն, դրանք արագորեն դրսևորվում են նյութական աշխարհում, իրադարձություններում և արդյունքներում։ Թաքնված օրինաչափություններն ու նուրբ կապերը նկատելու բնական ունակությունը ձեզ առավելություն է տալիս, որը մյուսները հաճախ բաց են թողնում։ Հնարավորությունները, որոնք մի ժամանակ անտեսանելի էին թվում, այժմ հստակ են և հասանելի։ Փողը դառնում է ձեր խորաթափանցության բնական արգասիքը, այլ ոչ թե գլխավոր նպատակ։ Ժամանակի, ռազմավարության և մարդկանց հասկանալու տաղանդը ձեր յուրաքանչյուր քայլը դարձնում է ճշգրիտ և արդյունավետ, ինչպես լավ սրված գործիք։ Այս ժամանակահատվածում կարիճները աշխատում են լուռ, բայց հզոր, թույլ տալով ինտուիցիային առաջնորդել յուրաքանչյուր որոշում և վճռականություն խթանել յուրաքանչյուր գործողություն։ Այնինչ մի ժամանակ ընկալվում էր որպես կորուստ կամ սահմանափակում, այժմ վերածվում է օգուտի։ Անցյալի փորձությունները դառնում են ելակետ, և ձեր դիմացկունությունը խոչընդոտները վերածում է հնարավորությունների։ 2026 թվականի փետրվարը ռազմավարական հզորացման ամիս է, երբ ներքին աճը վերածվում է շոշափելի հաջողության, և ձեր ուժը, թե անձնական, թե մասնագիտական, դրսևորվում է ավելի ուժեղ, քան երբևէ։ Այծեղջյուր։ Երկար ճանապարհորդության պարգև։ Այծեղջյուր, դուք միշտ հասկացել եք համբերության, համառության և ամեն օր կատարվող կայուն աշխատանքի ուժը։ 2026 թվականի փետրվարը իր հզոր արևային խավարմամբ լուսավորում է մի ճշմարտություն, որը դուք վաղուց եք զգացել։ Ձեր քրտնաջան աշխատանքը վերջապես արդյունք է տալիս։ Կարգապահության յուրաքանչյուր հատիկ, յուրաքանչյուր ուշադիր մշակված ծրագիր և յուրաքանչյուր երկարաժամկետ նպատակ սկսում է դրսևորվել շոշափելի արդյունքներով, հատկապես նյութական և ֆինանսական ոլորտներում։
Սա իմպուլսիվ ռիսկերի կամ շտապ որոշումների ժամանակ չէ, սա այն ժամանակն է, երբ ամեն ինչ գրեթե կատարյալ է համադրվում, երբ ուշադիր կառուցված հիմքը թույլ է տալիս ձեր ջանքերին բնականորեն, առանց լարվածության արդյունք տալ։ Փողը, հաջողությունը եւ ճանաչումը գալիս են ոչ թե որպես անակնկալ, այլ որպես ձեր հեղինակության, իմաստության եւ հասունության հաստատում։ Այծեղջյուրների համար այս խավարումը բացահայտում է մի պարզ, բայց խորը ճշմարտություն։ Երազանքները չեն իրականանում մեկ գիշերվա ընթացքում։ Դրանք ձեռք են բերվում համառության, ռազմավարական քայլերի եւ անսասան նվիրվածության միջոցով։ 2026 թվականի փետրվարը ձեր ժամանակն է հստակ տեսնելու, թե ինչպես է անսասան նվիրվածությունը վերածում ամբիցիաների երկարաժամկետ նվաճման։ Ինչպես է առատության էներգիան դրսևորվում առօրյա կյանքում։ Փետրվարի 17-ի արևային խավարման հետևանքով առաջացած հարստությունը տարածվում է շատ ավելի հեռու, քան ձեր բանկային հաշվի թվերը։ Այն դրսևորվում է որպես խորը անվտանգության զգացում, ձեր որոշումների նկատմամբ հանգիստ վստահություն եւ ինքնագնահատականի անսասան զգացում։ Ամենաշատը տուժած կենդանակերպի նշանների համար կյանքը սկսում է ավելի հեշտ հոսել, առանց ավելորդ դիմադրության։ Առաջադրանքները, որոնք մի ժամանակ դժվար էին թվում, հանկարծ թվում են կառավարելի։ Զրույցները շրջադարձ են ստանում, հնարավորությունները առաջանում են կատարյալ պահին, եւ հարաբերությունները զարգանում են այնպես, որ աջակցեն ինչպես անձնական, այնպես էլ մասնագիտական զարգացմանը։ Փողը, երբ այն գալիս է, բնական է թվում, այն աջակցում է, այլ ոչ թե ճնշում։ Եթե ցանկանում եք ավելի ու ավելի խորը գնալ, շարունակեք ուսումնասիրել այս դռների կախարդանքն ու էզոտերիզմը։